չգիտեմ, որքանով է շնորհավորելու եւ ուրախալելու, ամեն դեպքում ավելի լավ է, հա, վարչական սահմանափակումների մեջ գտնվել, քան քրեակատարողական հիմնարկում ազատության մեջ, ինչով եք պայմանավորում դատարանի այս որոշումը, որովհետեւ ըստ էության որևէ բան չի փոխվել, հա, որևէ իրավիճակ չի փոխվել եւ վերաքննիչը պարտադրեց կալանքի խափանման միջոցը փոխարինել վարչական սահմանափակումներով։ Դե տեսեք, ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, բայց ամեն դեպքում այն, որ իրեղեն ապացույցը կորել է, այն, որ Սրբազանը որևէ կապ չունի ընդհանրապես, այսինքն անիմաստ աբսուրդային մեղադրանք էր Սրբազանի մեղադրանքը, որովհետև նման մեղադրանք, նման աստիճան ունեցող մարդու եւ այսքան ժամանակ կալանքի տակ պահելը առավել եւս ես չգիտեմ, անիմաստ որևէ քայլ էր եւ նույնիսկ ներողություն խնդրելու համար շատ քիչ է սա, էլի։ Այսինքն պետք է լիներ։ Նույնիսկ վարչական սահմանափակումներ պիտի չլինեին։ Իսկ ինչ զգացումներ ունեք, հա, Արշակ Սրբազանի ազատման հետ կապված, սպասում էիք, որ նման որոշում կկայացվի։ Իհարկե անակնկալ էր ամեն դեպքում, բայց շատ ուրախ զգացողություններ են, որովհետև որևէ եպիսկոպոս, որևէ arczepiskopos, այսինքն առավել եւս Արշակ Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, նրանք մեր եկեղեցու այն հոգևորականներն են, այն arczepiskopos, եպիսկոպոսներն են, որոնք որ պետք է ազատության մեջ լինեն, որովհետև նրանց ազատության մեջ լինելը մեր հոգևոր առումով ավելի կարևոր է, քան կալանավորված լինելը։ Եվ նույն հարցը դա, որովհետև ես տեսնում եմ, ինչու հենց Արշակ Սրբազանն է, հա, ճիշտ է, 4 Սրբազաններ են կալանավորված, բայց իցևս նրանց Դե մենք գիտենք, որ Արշակ Սրբազանը անսասան է մշտապես իր եկեղեցասիրության մեջ, իր հայրենասիրության մեջ, իսկ ինչպես գիտենք, այս մարդիկ հայրենասիրության հակառակորդներ են, այսպես ասած։ շատ շնորհակալ եմ։